Հաղորդման գործընկերն է Միրանդա գեղեցկության սրահը։ Միրանդա, գտիր քո ոճը։ Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական հատվածում է գտնվում Իսվահան քաղաքը, այստեղ հայկական հետքը տեսանելի է։ Սպահան Իրանի մեծությամբ երրորդ քաղաքն է, մայրաքաղաքից 340 կիլոմետր դեպի հարավ։ Այն եղել է մի կարևոր կենտրոն իրանահայության համար։ Սպահանին կարելի է անվանել թանգարան քաղաք, հիմ պահպանված այս ակտիվ գեղեցիկ քաղաքում հայկական հետքերն այնքան շատ էին, որ մի տեսակ հաստատվում է այն կարծիքը, որ հայը ուր էլ ապրի պահպանում է իր ինքնության որակները, ստեղծում իր բաժին Հայաստանը։ Իսվահանն աչքի է ընկնում հին ինքնատիպ բացառիկ ճարտարապետական կառուցվածքներ ունեցող կամուրջներով։ Իրանում հայ բնակչությունը հաստատվել է հնագույն ժամանակներից, սակայն այստեղ հայության թիվն ավելացավ 1604-ից 1605 թվականներին Շահ Աբբասի կազմակերպած մեծ բռնագաղթի հետևանքով։ Պարսից շահը, ինչպես հայտնի, ավելի քան 300,000 հայերի Հայաստանից տեղափոխեց Պարսկաստան, սակայն նրանց մեծ մասը զոհվեցին սովից, ցրտից և համաճարակներից։ Կենդանի մնացածները հաստատվեցին Մազանդարանում, Սպահանի շրջակայքում և այլ վայրերում։ 1606 թվականին Սպահանի մոտ հիմնվեց նոր գյուղաքաղաքը։ Շահը ձգտում էր հայ արհեստավորների և վաճառականների միջոցով շենացնել երկիրը։ Նորաբնակները մի շարք արտոնություններ ստացան։ Հայերն օգտվում էին նաև դավանանքի ազատությունից, կառուցում եկեղեցիներ ու վանքեր։ Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից, գյուղայի վաճառականները լայն գործունեություն ծավալեցին։ Զարգացավ նաև արհեստագործությունը։ Արհեստներից առաջադեմ էին հատկապես ոսկերչությունը, գորգագործությունը, ներկարարությունը։ Նոր գյուղայում պահպանվել են հայկական մշակույթի լավագույն ավանդույթները։ Այնտեղ բացվել են լայն գիտելիքներ տվող դպրոցներ։ Քաղաքի ամենափրկիչ վանքում հիմնվել է մատենադարան, ուր հավաքվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ Մեծ զարգացում են ապրել մանրանկարչությունը, որմնանկարչությունը։ Նոր գյուղան դարձել էր իր ժամանակի հայ մշակույթի կարևոր կենտրոն։ Նոր գյուղայի տարածքը մինչ տների կամ շինությունների կառուցումը եղել է ընդարձակ դաշտ, նախատեսված հողագործության համար։ Հետևաբար, գյուղայեցիների համար հեշտ եղավ իրենց ցանկությամբ կառուցել այն։ Արարատյան դաշտի տարագիր հայության բեկորները կենտրոնանալով օտար այս հորիզոնների տակ կարողացել են պահպանել իրենց լեզուն, կրոնը, եկեղեցին, գրականությունը, ազգային առանձնահատկությունները և քայլելով դեպի մտավոր և բարոյական վերածնունդ ստեղծել են իրենց համար մի նոր կյանք, նոր մշակույթ, գրականություն։ Դրան ապացույցն է նրանց կրթական մշակութային նպատակներով կազմված ընկերությունները, գրադարան ընթերցարանները, դպրոցները, նրանց հոյակապ վանքը, եկեղեցիները, մատենադարանը, տպարանը, թատրոնը և այլն։ Սուրբ ամենափրկիչ վանքն իր հիմնադրման օրվանից եղել է Իրանը-Հնդկաստանի, հետագայում Սպահանի հայոց թեմի հոգևոր, մշակութային և վարչական կենտրոնը, որի պատճառով էլ ժամանակի ընթացքում նրա կողքին ստեղծվել են մի շարք հաստատություններ։ Դրանք բոլորն էլ ունեցել են իրենց տեղն ու դերը իրանահայության կյանքում։ Սակայն Սուրբ ամենափրկչյան վանքի թանգարանը հատկապես մեծ հետաքրքրություն է արժանացել արտասահմանի և տեղացի զբոսաշրջիկների կողմից, որին նպաստել են նաև թանգարանում գտնվող եզակի նմուշները։ Թանգարանի մասին ասվում է. Նոր գյուղայի թանգարանը բացառիկ նշանակություն ունի, որովհետև խոսում է դարերի լեզվով։ Բոլոր նրանք, ովքեր այստեղ են գալիս, ունկնդրում են դարերի ձայնին։ Նա մի դպրոց է նաև երիտասարդ սերնդի համար, որպեսզի նրանք իմանան, թե ինչ են արել իրենց հայրերը անցյալում և ինչ են թողել որպես մնայուն արժեք։
Գերաշնորհ Տեր Բաբկեն arczepiskopos Չարյանը Ավազանի անունով Հակոբ ծնվել է Բեյրութում, Լիբանան։ Նախնական կրթությունը ստացել է Հայաշենի ազգային Թորքոմյան վարժարանում։ 1976-ին ընդունվել է Մեծիտան Կիլիկո կաթողիկոսության դպրեվան Կանթիլիաս, որտեղ հնգամյա ժառանգավորած բաժինն ավարտելուց հետո ձեռնադրվել է սարկավակ Ձեռամբ Գերաշնորհ Տեր Տաթև arczepiskopos Սարգսյանի։ 2002-ից 2004-ին ծառայել է Բերիոթեմում իբրև Ջեզիրեի առաջնորդական փոխանորդ, ապա 2004-ի օգոստոսին Սպահանի հայոց թեմի падգամավորական ժողովի կողմից ընտրվել է առաջնորդական տեղապահ Սպահանի հայոց թեմի առաջնորդ։ Սպահանի հայոց թեմի 12-րդ падգամավորական ժողովում Սուրբ Ամենափրկչի վանքի կամարների տակ 2005 թվականի հունվարի 28-ին նորույն Սուրբ Օծություն Տեր Արամ առաջին կաթողիկոսի կողմից ուղարկված եռանուն ցանկից միաձայնությամբ ընտրվել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ։ 2006 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս Ձեռամբ նորույն Սուրբ Օծություն Տեր Արամ առաջին կաթողիկոսի։ Մեր թեմում եւ ընդհանրապես իրանահայ թեմում մենք գիտեք, մենք 3 թեմեր ունենք իրանահայ կյանքում. Թավրիզի թեմը, Թեհրանի թեմը եւ Սպահանի հայոց թեմը։ Եվ յուրաքանչյուրը իր թեմական գառույցները ունի, իր ներքին ինքնավարությունը ունի եւ գազմագերբված քաղաքներ են։ Բնականորեն Թեհրանը շատ ավելի մարդաշատ քաղաք է, գիտեք, մայրաքաղաքն է։ Իսպահանն նախկինում եղել է մայրաքաղաք Շահ-Աբբասի օրով եւ որը երբ մեր ժողովուրդը ներկախտած է եկած է այստեղ ստեղծած է իր կյանքը թե ճուղայում այստեղ եւ թե նաեւ քյուղերում եւ դարբեր քաղաքներում ինչպես Շիրազն է, Ահվազն է, Աբադանն է։ Մեր ժողովուրդը բռնի քաղաքտած եկած է Իսպահան եւ սակայն ստեղծած է իր հայրենիքը, ստեղծած է իր Հայաստանը, ստեղծած է իր կյանքը, իր եկեղեցիներով, իր դպրոցներով, իր մշակութային եւ ազգային բոլոր տեսակի կառույցներով։ Եվ ասեմ, մեր թեմում այսօր մենք ունենք 24 եկեղեցիներ։ Քյուղերում, դարբեր քաղաքներում եւ ընդհանրապես ճուղայում։ Ճուղայում ունենք մենք 13 եկեղեցիներ։ Հիմնական այս վանքն է Սուրբ Ամենափրկիչ իր Սուրբ Հովսե Արեմատացի եկեղեցիով եւ դարբեր եկեղեցիներ ունենք, ինչպես Սուրբ Պետրոս եկեղեցին, որ նույնքան գեղեցիկ եկեղեցի է իր որմանկարներով, հայկական նկարագրով եւ դարբեր եկեղեցիներ։ Յուրաքանչյուր գիրագի մենք դարբեր եկեղեցիներում բادرակ կմատուցենք։ Ճուղայում եւ նաեւ գեշ ժամերու մեր երկրորդ մարդաշատ քաղաքն է Շահին շահրը, ուր մենք երկու այս շրջաններու մեջ բادرակ կմատուցենք եւ մեր հոգեվոր կյանքը, մեր գիրակնորյա դպրոցները, մեր երգչախումբերը իրենց բնականորեն հոգեվոր կյանքը ստեղծել են եւ մեր ժողովուրդը մասնակցում է այդ արարողություններին, լսարաններին եւ դարբեր միջոցառումներին։ Եկեղեցում թերը ընդհանրապես մեր բոլոր քաղաքներում իր կարևոր դեղը եւ թերը ունի։ Որովհետեւ մեր քաղաքներու կյանքի մեջ եկեղեցի եւ դպրոց կողքի կառուցված են եւ մեր ժողովրդին հոգեվոր սնունդ, հոգեվոր ներշնչում դվող կառույցն է, ուր հավատք եւ սեր կփոխանցե ար Աստված, ար հայրենիք եւ ար մեր սիրելի ժողովրդին։ Մեր ժողովուրդը երբ բռնակախտվեց Շահ-Աբբաս թագավորի օրով եւ եկավ այս երկիրը, հաստատվեց Իսպահան եւ Իսպահանի շրջակայքը քյուղերում, Չարմահալ եւ Փերիա շրջաններում։ Եվ ինքնին ստեղծեց իր կյանքը, ստեղծեց իր հոգեմտավոր եւ ազգային իր բոլոր տեսակի կառույցներով, իր դպրոցներով։
Գարժե անդրադառնալ, որ մենք ճյուղայում ունեցել ենք մի առաջնորդ, որի անունը Խաչատուր Գեսարացի վարդապետ է։ Խաչատուր ինքը arczepiskopos առաջնորդ եղած է եւ երկարադեպ շրջանի առաջնորդ եղած է, բայց մանավանդ թիպուկ է, որ ինքը առաջին հիմնադիրն է առաջին դպարանի Իրանի եւ ընդհանրապես Միջին Արևելքի եւ դրա համար մեր թանգարանի առաջ իր գիսանտրին դրված է եւ նաեւ քաղաքապետարանը Սուրբ Ամենափրկիչ վանքի մուտքի թիմած թրսում նաեւ իր արձանը կանգնեցրեց, որբեսի օդար նաեւ սպոսաշրջիկները երբ կան տեսնեն, իմանան եւ լսեն այդ մասին։ Վրեժ Տեր Մարտիրոսյանը թեմական խորհրդի ատենապետ է։ Նա մեզ հանգամանալից ներկայացրեց, թե ինչպես են հայերն այսօր ապրում Ջուղայում։ Իսպանի հայոց թեմի առաջնորդարանը կենտրոնն է բոլոր հարավային Իսպանի եւ հարավային Իրանահայության թեմի կենտրոնն է։ Թեմը բաղկացած է 3 հիմնական մարմիններից։ Մենք ունենք պատգամական ժողով, որ մեր օրենսդիր մարմինն է։ Պատգամական ժողովից ընտրվում է թեմական խորհուրդը, որ մեր գործադիր մարմինն է, եւ ընտրվում է կրոնական խորհուրդը, որ մեր կրոնական եւ դատական խնդիրներով է զբաղվում։ Թեմական խորհուրդը ունի ենթամարմիններ, ասենք կալվածատնտեսական մարմին ունենք, որը զբաղվում է կալվածներով, մենք այսօր շուրջ 400 բնակարան ենք տրամադրել մեր ժողովրդի ընտանիքներին, զբաղվում է այդ կալվածների գործով, նորոգություններ, շինարարություններ, վարձակալության պայմաններ, ունենք բարեսիրական մարմին, որը զբաղվում է կարիքավոր ընտանիքներին օժանդակություն է հատկացնում, նաև ունենք օժանդակ կառույցներ, ասենք Արարատ մարզամշակութային միությունը, որը զբաղվում է մարզական մշակութային աշխատանքներով, 2 կանանց միություններ ունենք, կանանց բարեգործական ընկերությունը եւ կանանց գտության միությունը, բոլոր աշխատանքները ղեկավարում է թեմական խորհուրդը։ Թեմական խորհրդի կազմը բաղկացած է 7 հոգուց։ Սպանի թեմը, այսօրվա Սպանի թեմը կազմվել է 17-րդ դարի սկզբին, այսինքն 1605 թվականի Շահաբասյան մեծ գաղթից հետո։ Կարող եմ ասեմ, որ Իրանի ամենահին թեմն է եւ նախկինում մինչեւ հերավոր արևելքը թեմի մաս են կազմել։ Նախկինում մեր թեմը կոչվում էր Իրանահնդկաստանի հայոց թեմ, այսինքն Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ջավեն եւ հերավոր արևելքը մեր թեմի մաս էին կազմում։ Հետագային անունը փոխվեց եւ եղավ Սպանի հայոց թեմ։ Բայց մենակ Սպահանը չի, որ թեմի մաս է, այլ Իրանի հարավի հայությունը դարձյալ մաս է կազմում Սպանի հայոց թեմի։ Արդեն տեսնում ենք, ավել քան 4 դար է, որ մեր թեմը կազմվել է, եւ այդ միջոցին մենք տեղական մարմինների հետ շատ սերտ համագործակցության մեջ ենք եղել։ Մենք հարգում ենք մեր բարեկամ պարսիկ ժողովրդին, իրանք էլ նույն հարկանք ունեն հանդեպ մեզ։ Հայության, Սպանի հայոց թեմի հայության ներդրումը Իրանի մշակութային, գիտական տարբեր ոլորտներում ներդրումը շատ մեծ է։ Դեռևս 17-րդ դարի 30-ական թվականներին Խաչատուր Կեսարացու նախաձեռնությամբ նոր Ջուղայում բացվել է հայկական բարձրագույն դպրոց, որը կոչվել է նաև համալսարան կամ ջեմարան։ Առաջին աշխարհիկ դպրոցը բացվել է 19-րդ դարի կեսերին, 1833 թվականին, նոր Ջուղայի ազգային կենտրոնական դպրոցը։
Հայկական կրթօջախները սկսել են 17-րդ դարից իրենց գործունեությունը Նոր Ջուղայում եւ իսկ այս համալիրի մասին եթե պիտի խոսք գնա, ուրեմն 2008 թվականին է կառուցվել եւ այստեղ են համախմբվել Նոր Ջուղայի հայոց ազգային բոլոր վարժարանները։ Քանանյան օրիորդաց ավագ դպրոց, Կատարինյան տղայոց ավագ դպրոց եւ Արմեն օրիորդաց եւ տղայոց երկսեռ տարրական ու Նարեկ մանկապարտեզ նախակրթարան բոլորս հավաքվել ենք մի հարկի տակ ըստ անցյալի կենտրոնական դպրոց։ Առավոտյան մեր աշխատանքը սկսում ենք տերունական աղոթքով ու ամբողջ երեխաները հայախոս են։ Ես կարող եմ ասեմ եղել եմ տարբեր գաղթօջախներում, կարելի ասել ամենակազմակերպ գաղթօջախներից մեկն է հայախոս է, դա կարևոր է։ Մենք շատ կարևորություն ենք տալիս մայրենի լեզվին։ Փաստը, որ անցյալ տարեշրջանում մենք օլիմպիադայում շահեցինք 9 մրցանակներ հայոց լեզվի գրականության, հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության եւ կարելի ասել, որ 4 առաջին մրցանակը եկավ Քանանյան դպրոցը եւ ինչպես պարոն Դավիթ Գուրջինյանը նշանավոր լեզվաբանն է ասում, առաջի անգամն էր ամբողջ օլիմպիադայի 7 շրջանի ընթացքում, որ ամբողջ դիպլոմները, հատկապես առաջին դիպլոմները գնաց մի երկիր, մի քաղաք, մի համայնք եւ մի դպրոց, Նոր Ջուղան եւ Քանանյան դպրոցը։ Մեծ կարևորություն ենք տալիս եւ պետական կրթությանը, մեր դպրոցի շրջանավարտները ամբողջովին բոլորը մասնակցում են, այսինքն 100% ընդունվում են համալսարաններում, տարբեր բուհերում եւ հիմա մեզ համար շատ կարեւոր է, որ պետական համալսարաններում եւս ունենանք մենք մեծ քանակությամբ աշակերտություն, որը ունենք։ Մենք մասնակցում ենք տարբեր մրցույթներին, փառատոներին եւ կարող ենք ասենք չնայած փոքրաթիվ է մեր համայնքը եւ մեր դպրոցները իր թվականակը այնքան էլ մեծ չի, բայց ամենտեղ մենք մրցանակակիր ենք թե մարզական սպորտի բնագավառներում, թե արվեստի եւ թե նույնպես գիտության, որ դա հիմա մենք շատ են կարեւորություն տալիս։ Հայ տատի աշխատանքներով պետք է ասեմ, որ Պարսկաստանը, Իրանը հիմնականում երկու մասի է բաժանված։ Հյուսիսային եւ հարավային շրջաններ, երկու առանձին կենտրոնական կոմիտեներ։ Մենք գտնվում ենք հարավային կենտրոնական կոմիտեն։ Աշխարհագրական իմաստով մենք քանի հայկական քաղաքներ ունենք՝ Իսպահանը, Շահինշահրն է, Շիրազն է, Ահվազն է եւ Փերիայի գյուղերը, որ մեր աշխատանքի ուրեմն աշխատանքներ տարածում են այդ շրջաններում։ Մեր աշխատանքները բաղկացած են քանի մասից։ Նախ հիմնական հայապահպանում, հայ տատի քարոզչական աշխատանք, Հայաստանի եւ Արցախի ուղղությամբ տարվող քարոզչական աշխատանքները կամ տեղեկությունների փոխանցումը, վերջին իրադարձություններին տեղյակ պահել, նաեւ մասնակից դարձնելը հայ ժողովրդին։ Ունենք նաև դասրակչական աշխատանք, կառույցային իմաստով ունենք ուրեմն տարբեր, ամեն մեկ քաղաք իր կոմիտեություն ունի, որ իր աշխատանքներն է տանում, իսկ ունենք երիտասարդական միություն, որ հիմնականում քաղաքական եւ դասրակչական աշխատանքներ են տանում, ունենք պատանեկան միություն, որ ավելի շատ դասրակչական աշխատանքներով է զբաղված, եւ սրանց կողքին ունենք նաեւ քարոզչական եւ հարաբերական աշխատանքներ։ Քարոզչական բաժինը կարելի է երկու մասի բաժանել, ուրեմն նախ ներքին եւ արտաքին։ Ներքին եւ արտաքինը մեր հայության իմաստով եմ ասում, մեր ներքին քարոզչական աշխատանքը ուրեմն համայնքի քաղաքների հայության տեղեկություններ փոխանցելն է եւ ձեռնարկների միջոցով, հրատարակչությունների միջոցով եւ կապեր, սեմինարներ եւ տարբեր տեղեկատվական թրուցիկներ այդ ուղղությամբ է տարվում աշխատանքները, իսկ արտաքին, որ ասում եմ, մեր պարսիկ հայրենակիցներին ծանոթացնելն է հայ ժողովրդի ուրեմն պահանջատիրության, նախ Հայաստանի, Արցախի հարցերով տեղեկություններ ենք փոխանցում, ճանաչում ենք նաև կապերը ավելի սահունացնենք Հայաստանի հետ, իսկ Արցախի գծով տեղեկություններ ենք փոխանցում,
տեղեկություններ ենք փոխանցում հայ դատի վերջին զարգացումների գծով եւ անընդհատ ճանաչում ենք կապի մեջ լինենք իրենց հետ, այսինքն մեկ համակիրների ցանց ունենք պարսիկ հայրենակիցների հետ, որ անընդհատ ճանաչում ենք կապ պահենք թերթերով, սեմինարներով եւ նման հանդիպումներով։ Դրանց մեջ ներառվում են պետական այրեր, պետական պատասխանատուներ, հատկապես նահանգի պատասխանատուներ եւ համալսարանական մտավորականներ կամ այդ ուղղությամբ այդ ցանցի մեջ ներառվում են գիտնականներ։ Նոր Ջուղայում սկիզբ առած Արարատ միությունը, մարզամշակութային Արարատ միությունը իր մեջ իմի է բերում, ասենք ավակում է գրեթե մեծ տոկոսով մեր բնակչության, մեր շրջանի բնակչության, սկսած կրտսեր մինչև երեց անդամներին, իր մեջ ներառելով 5 միավորների մեջ, որ գոյություն ունեն Արարատ միությունում։ Նաև Արարատ միությունը որպես հավաքատեղի նաև մեր շրջանի մեջ ծառայում է մեր համայնքին։ Ինչպես որ նաև մարզական, մշակութային բնակավարների մեջ աշխատելու կողքին նաև մաս են կազմում շրջանի բնակչությունը, գալիս են մասնակից է լինում բոլոր այն աշխատանքներին, որ մարզական եւ մշակութային ասպարեզներից դուրս են։ Դա միջոցառումներն են, որ կազմակերպում է ինքը միության կողմից։ Միությունը բաղկացած է 5 միավորից, որ միավորները իր մեջ ներառած են ավելի շուտ կրտսեր եւ երիտասարդ անդամներից, որ բացառությամբ մեր երեսների միավորը, որ մեծ մասամբ մեր փորձառու եւ անցյալ ունեցող միավորներից։ Միավորները բաղկացած են մշակութային միավոր, որ ընդհանրապես մեծ բաժին ունեն մշակութային բնակավարի մեջ աշխատող եւ դաստիարակող երիտասարդների դաստիարակող աշխատանքային առանցքն է իրենց։ Մյուս միավորը մարզական միավորն է, որ իր մեջ ներգրաված է մեր շրջանի մոտ գրեթե այն մարզաձևերը, որ ավելի շատ որպես մեր հասարակության մեջ ընդունված եւ տարածված մարզանքների շարքում է։ Ֆուտբոլ, բասկետբոլ, շախմատ, սեղանի թենիս եւ տարբեր բնակավարների մարզաձևերում։ Միությունները համայնքներում կերտում եւ զարգացնում են ազգային նկարագիր, ծանոթացնելով հայ մշակույթի եւ պատմության արժեքներին։ Մարզական եւ մշակութային գործունեությամբ հնարավորություններ ստեղծելով հայ պատանիների եւ երիտասարդների ստեղծագործական ու ֆիզիկական կարողությունների դրսեւորման ու զարգացման համար զարգ տալով միութենականների ընդհանուր եւ հասարակական գիտելիքին, հայ սերունդներին տալով ազգային առողջ գաղափարախոսություն եւ հասարակական առողջ ըմբռնումներ, արդյոք պահելով հայրենասիրության եւ ազգասիրության ոգին, մղելով ազգային իրավունքների պաշտպանման պայքարին, բարձրացնելով ազատությունների պաշտպանության եւ հասարակական պարտականությունների գիտակցությանը։ Նոր Ջուղայի Արարատ միության նպատակները հետեւյալն են։ Միությունները համայնքներում կերտում եւ զարգացնում են ազգային նկարագիր, ծանոթացնելով հայ մշակույթի եւ պատմության արժեքներին։ Մարզական եւ մշակութային գործունեությամբ հնարավորություններ են ստեղծում հայ պատանիների եւ երիտասարդների համար, ստեղծագործական ու ֆիզիկական կարողությունների դրսեւորման ու զարգացման նպատակով, զարգ տալով միութենականների ընդհանուր եւ հասարակական գիտելիքին, հայ սերունդներին տալով ազգային առողջ գաղափարախոսություն եւ հասարակական առողջ ըմբռնումներ, արդյոք պահելով հայրենասիրության եւ ազգասիրության ոգին, մղելով ազգային իրավունքների պաշտպանման պայքարին, բարձրացնելով ազատությունների պաշտպանության եւ հասարակական պարտականությունների գիտակցությանը։ Հենց այս նպատակներով էլ գործում է Նոր Ջուղայի Արարատ միությունը։
Հաղորդման գործընկերն է Միրանդա գեղեցկության սրահը։ Միրանդա, գտիր քո ոճը։